ասել եմ Ժորժ ջան, նախորդ տարի Երևան քաղաքում իրականացվել է 50 կիլոմետրից ավել միջին նորոգման աշխատանքներ։ Պարոն Իսկանդարյան, ուրեմն ասֆալտապատման աշխատանքները բաժանվում են մի քանի տեսակի։ Կա փոսալցման աշխատանքներ, կան միջին նորոգման աշխատանքներ, կան հիմնանորոգման աշխատանքներ, որոնք որ արդեն պահանջում են նաև նախագիծ։ Որոշ դեպքերում միջին նորոգման աշխատանքների դեպքերում էլ է լինում նախագծային որոշակի փաստաթղթավորում։ Ես խոսել եմ միջին նորոգման աշխատանքների մասին, որ կներեք, պարոն Իսկանդարյան, որևէ միտեղ, եթե մենք փոսը լցնենք եւ դրա մոտակայքում եւս մեկ այլ փոս առաջանա հաջորդ տարի կամ նույնիսկ նույն տեղում, այդտեղ այո, տենց բան հնարավոր է։ Ես ասել եմ Ժորժ ջան, 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանք է արվել։ Այդ 50 կիլոմետրում որտեղ է խնդիր արձանագրվել։ Իմ ամբողջ ասած իմաստը այն է, որ մենք որակական նոր մակարդակի աշխատանքները պետք է բարձրացնենք եւ բարձրացրել ենք։ Այդ ենք անում մենք հիմա։ Ինչ վերաբերում է ձեր ակնարկին, պարոն Իսկանդարյան, արդյոք ես որևէ շինթույլտվության համար կամ որևէ այս տեսակի գործի համար գումար ստացել եմ, ստանում եմ, գիտեք, ձեզ ակնարկով կպատասխանեմ, ավականու գործունեությունը հասարակական գործունեություն է եւ ես վստահ եմ, որ դուք առանց ֆինանսավորման օրնիբուն աշխատում եք երևանցիների շահերը պաշտպանելու համար։ Խնդրեմ, արձագանք։